Ողջույն հայկերի ընկերներ, հայկերի կուսակիցներ, ես կներկայացնեմ հայակվի անվտանգային և պաշտպանական քաղաքականությունը, որը հիմնված է մեկ բանի շուրջ, համապարփակ պաշտպանություն և անվտանգություն։ Ինչ է դա նշանակում։ Մենք կառուցելու ենք տեխնոլոգիական, կրթված, մարտունակ և բարձր մոտիվացված բանակ։ Մենք մշտապես արդիականացնում ենք մեր բանակը, ներդնելու ենք առաջադեմ ռազմական և կրթական տեխնոլոգիաներ։ Դա նշանակում է, որ մենք մեր ներուժը և համաշխարհային ներուժը պետք է տեղայնացնենք և դրա լավագույն օրինակները ներդնենք մեր բանակում, որպեսզի կարողանանք լինել մարտունակ, կարողանանք լինել այն ուժը, որը բերելու մեզ հաղթանակներ արտաքին աշխարհում և դիվանագիտական հարթությունում։ Մենք մեր պաշտպանական ծախսերը մշտապես պահելու ենք բարձր մակարդակի վրա։ Ի տարբերություն այսօրվա վարչակարգի, որը մի քանի տարի իբր թե պարկ վերցնելու պատրվակով զարգացնում էր, իբր թե զարգացնում էր բանակ և ռազմական ծախսերը անում, բայց այս տարվանից արդեն սկսել է կրճատել ծախսերը, հույսը դնելով թվացյալ խաղաղության և նախաստորագրված թղթիկների վրա, մենք մինչև չվերականգնենք խաթարված ռազմական բալանսը, մինչև չվերականգնենք խզվածքը տեխնոլոգիական, շարունակաբար ռազմական ծախսերը պահելու ենք բարձր մակարդակի վրա հնայի 7%-ից ոչ պակաս։ Մենք զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր, իհապես պարզեցնելու ենք ատեստացիայի համակարգը, որպեսզի յուրաքանչյուր զինծառայող իմանա, որ իր կյանքը արժեք է պետության համար, որ ինքը արժևորված է որպես հասարակության լիարժեք անդամ և որ բանակում, նույնիսկ բանակում չկա խտրականություն և որոշ արտոնություններ հասու չեն մի քանիսին և անհաստ մյուսներին։ Մենք անվճար բարձրագույն կրթություն ենք տրամադրելու զորացրված ժամկետային ծառայողներին, որպեսզի բանակային ծառայությունը լինի ոչ թե կորցված ժամանակ, այլ լրացուցիչ հնարավորություններ ստանալու առիթ։ Մենք ստեղծենք ռազմավարական զսպման միջոցներ և կզարգացնենք ռազմարդյունաբերությունը։ Մեր նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն անընդունելի և չվերականգնվող կորուստներ պատճառը, որպեսզի յուրաքանչյուր թշնամի, յուրաքանչյուր հակառակորդ իմանա, որ մեր վրա հարձակվել է կամ մեր նկատմամբ ագրեսիայի յուրաքանչյուր ակտ լինելու է բազմապատիկ ավելի ցավոտ և անվերականգնելի։ Մենք զարգացնում ենք հակաօդային պաշտպանություն և ավիացիան և ապահովելու ենք երկրի ողջ տարածքի ծածկույթը։ Ի տարբերություն ներկա վարչակարգի, որը հապրածական գնումներ է կատարում և դա ներկայացնում սեփական հեղինակություն բարձրացնելու նպատակով, մենք գիտենք, թե ինչ է պետք անել, գիտենք, թե ինչպես է պետք չեզոքացնել մեր տարածքային այսօրվա անհամաչափությունը և թուլությունը և կարողանալու ենք դա օգտագործել մեր ուժը պատկերում, մեր ուժը մեծացնելու համար։ Ռազմարդյունաբերության մասով մենք անընդհատ ներդրումներ ենք կատարելու տեղական կարողությունները զարգացնելու և առավելագույնս բարելավելու սեփական կարիքները։ Գիտեք, որ այս իշխանությունը վերջին տարիներին թվեր է ներկայացնում սերիական արտադրության ծավալների մեծացման հետ կապված, բայց դրանով թաքցնում է ռազմարդյունաբերության զարգացման հետընթացը փաստացի։ Արդարացնում է իր անգործությունը, արդարացնում է իր դանդաղկոտությունը և եթե ուշադրություն դարձնենք, թե ինչ է կատարում այդ ոլորտում, ցավալի է։ Ես ինքս շատերը գիտեմ, որ եղել եմ ռազմարդյունաբերության ղեկավարը որոշ ժամանակ և սրտիցս սև արյուն է կաթում, տեսնելով, թե ինչպես են թվացյալ հաջողություններ բերում ներկայացնում, թաքցնելով իրականում հետընթացը։ Մենք դառնալու ենք ռազմարդյունաբերական արտադրանքի և լուծումների արտահանող։ Մեր ճարտարագետների ներուժը, այն նվաճումները, որը մեր տեղական ընկերությունները ունեն, լիովին բավարար են այսպիսի հայտարարություն անելու համար։ Այսօր էլ կան այդպիսի հատվածական այդպիսի գործարքներ, բայց դա պետք է դառնա մշտական։ Մենք ստեղծենք մարտունակ պահեստազոր և կապահովենք համատարած պատրաստություն։ Մեր նպատակն է ստեղծել բանակի համատ առնվազն կրկնակի թվականակ ունեցող ակտիվ պահեստազոր, որը գծագրված կլինի զորամասերին և պարբերական հավաքներ կանցկացնի։ Ի տարբերություն այսօրվա, որ կարելի ասել բուտաֆորիկ վարժական հավաքներ են անցկացնում և դա ընդհանրապես վերացնում է դիվանագիտի ծառայության։ Մեր երկրի պաշտպանությունը պարտադիր պայման է դարձնելու բոլոր քաղաքացիների համար։ Դա իհարկե չի նշանակում, որ յուրաքանչյուր պետք է զենքացնի և գնա առաջնագծի ինչ-որ խրամատ կամ մեկ այլ զինվորական մասնագիտություն։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր հայ
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանում շահեր ունեցող յուրաքանչյուր ոք պետք է մասնակցություն ունենա երկրի պաշտպանությանը եւ անվտանգության ապահովմանը։ Մենք ապահովենք պաշտպանողային հավաքների անցկացման բարձր որակը։ Մեր երկրում կան շատ ռազմահայրենասերական եւ ռազմամարզական կազմակերպություններ, որոնք ունեն ահռելի ներուժ, բայց ներկա վարչակարգը իրենց պահում է օդից կախված վիճակում, չի հաստատում այն օրենքների նախագծեր, որոնք ներբերել եւ որով պետք է կարգավորվի այդպիսի գործունեությունը։ Մենք խրախուսելու ենք այդպիսի գործունեությունը, խթանելու ենք այդպիսի գործունեությունը եւ օգտագործելու ենք ռազմամարզական եւ ռազմահայրենասերական կազմակերպությունների ներուժը մեր պայստազորի մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու համար։ Մենք ամրացնելու ենք երկրի ողջ տարածքը։ Այսօր հատվածական տեղերում եւ շատ քիչ տեղերում իհարկե ամրաշինական կառույցներ են կատարվում, ամրաշինական աշխատանքներ են կատարվում եւ ներկայացվում որպես հաղթանակ։ Դա այդպես չէ։ Մենք երկրի ողջ տարածքը պաշտպանելու եւ ողջ տարածքը ամրացնելու կարիք ունենք եւ այդպես էլ անելու ենք։ Մեր տարածքը պետք է լինի այնպիսի, որ մենք հնարավորություն ունենանք երկարատև պաշտպանական գործողություններ վարելու եւ չեզոքացնելու եւ ջրատելու հակառակորդների ուժերը։ Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու քաղաքացիական պաշտպանությանը, որպեսզի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր բնակիչ ունենա անվտանգ կացարան, որտեղ կլինեն ջրի, սննդի, վառելիքի եւ այլ պաշարներ։ Եվ մենք ստեղծենք ռազմավարական պաշարներ եւ դրանք պայստավորելու պաշտպանված ենթակառուցվածքներ, որպեսզի կախված չլինենք մատակարարումներից, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իմանը, որ ինքը չի տեսնելու սով, երբ մեր բանակը վարելու է պատերազմ։ Մենք կզարգացնենք նաև ներքին ճանապարհային ցանցը եւ միջպետական հիմնական ճանապարհները։ Պարոն Չալեբյանը դրա մասին արդեն ասաց, բայց մեր յուրաքանչյուր բնակավայր պետք է յուրաքանչյուրի հետ կապ ունենա, այնպես որ Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրից մյուսը հասնելու լինի ամենաշատը 3 ժամվա ընթացքում, որպեսզի մենք կարողանանք յուրաքանչյուր պահի օգնության հասնենք մեկս մեկին։ Եվ պետք է զարգացնենք բեռնատար ավիացիոն պարկը եւ ռեզերվային օդանավակայանները, դրա մասին արդեն խոսվեց։ Իմիջայլոց եւ պարոն Չալեբյանը ասաց Հրազդանի մասին, Հրազդանի ցանկական ճանապարհը մեր սահմաններից ամենահեռացված կետն է։ 67 կիլոմետր ընդհանրապես, որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի տարածք ունենք, հա։ Եվ խորհրդային ժամանակներում ունեցել ենք 12 օդանավակայան եւ ունենք եւս այդքանը կառուցելու հնարավորություն եւ տեղ։ Եվ պետք է այնպես անենք, որպեսզի յուրաքանչյուր բնակավայր լինի դա ճգնաժամային վիճակ, աղետ թե ուրախության առիթ, հնարավորություն այնտեղ լինի հասնել օդային ճանապարհը եւ վայրեջք կատարել։ Մենք ուժեղացնենք կիբերավտանգությունը եւ կապահովենք համատարած թվայնացում, որպեսզի որոշումները լինեն արագ, արդյունավետ եւ հասու բոլորին։ Մենք մեր բոլոր զգայուն համակարգերում լինեն դա պետական կառավարման համակարգեր, թե քրիտիկական ենթակառուցվածքներ ապահովող ձեռնարկություններ, ստեղծենք հավելյալ պաշտպանական շերտեր, որպեսզի հակառակորդը չկարողանա վնասաբեր գործողություններ իրականացնել։ Եվ մենք աջակցենք մասնավոր հատվածի այն կարևոր ընկերությունները, որոնք դրա ներուժ ունեն, ուժեղացնելու սեփական կարողությունները եւ ապահովել դրանցից պաշտպանություն եւ ենթակառուցվածքների։ Մենք կներդրենք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգեր ռազմական կառավարման բոլոր ոլորտներում, որպեսզի այնպես չլինի, ինչպես պաշտպանության նախարարությունը այսօր մի սենյակում տպում է մի թուղթ եւ կողքի սենյակում համակարգում է նույն թուղթը համակարգչի վրա, որպեսզի որոշումները լինեն հետաքննելի, որպեսզի որոշումները լինեն հետագծելի, լինեն հիմնավորված, լինեն մեր հաղթանակի նպատակով։ Շնորհակալություն։